Նիկոլ Փաշինյանը այսօր հայտարարեց, որ արձակուրդությունում նախագահական շրջան է, բայց Նիկոլ Փաշինյանը որպես վարչապետ, որպես քաղաքացիական պայմանների ցուցակցության առաջ այս վերջին 7 տարիներին Facebook-ում ձևավորել է, ստեղծել է իր հաղթական Նիկոլ Փաշինյանը, որ պաշտոնական կապույտ նշագրում ունի այս Հարաշտության ընթացքում նախընտրական այդ արտարժան հրապարակված նյութերը ու դարձնելով վարչական ռեսուրսի օգտագործում։ Տեսնության հստական մեծ հետևորդների ծույլ ունի։ Ես պիտի կրկնեմ, խոսքը ի պաշտոն է պաշտոնական հարթակ, այսինքն Հայաստանի Հանրապետության վարչապետի օրինակ։ Սոցիալական հարթակում, եթե կա Հայաստանի Հանրապետության վարչապետի էջ, սա է, սրա մասին, երբ որ մարդու անձնական էջը, այդ թվում նաև քաղաքական գործիչների պաշտոնյան իր անձնական էջը։ Ես դա եմ կրկնում, ես չգիտեմ դուք որ էջի մասին եք ասում, որովհետև Facebook-յան որ էջը, դա դրա այդ էջը հարգելիներս, այդ էջի սեփականատերը կառավարությունն է, կառավարության աշխատակազմն է, թե պաշտոնյանը, սրա մասին է խոսքը, որովհետև կներեք կան էջեր, որոնք որ ես նկատում եմ անձնական էջեր, այո, անձնական էջերը կարող են ունենալ շատ հետևորդներ, այսինքն ոչ թե հետևորդների թվով սա պայմանավորված, այսինքն որքան հետևորդ ունի, այլ կոնկրետ էջի տիրապետողը ով է, այլ կերպ ասած այդ էջը, երբ որ օրինակ վարչապետը փոխվի, այդ էջը ով է շարունակելու վարել, սրա մասին է խոսքը, որ եթե էջը, այսօր ես կնախագահեմ, ես ունեմ Վահագն Հովհակիմյան Facebook-յան էջ, դա իմ անձնական էջն է, ավելին նախագահ նշանակվելուց հետո ես այդ էջով առաջին անգամ սկսել եմ հրապարակումներ անել երևի մոտավորապես 1 կամ 2 շաբաթ առաջ։ Դա իմ անձնական էջն է։ Ես այդ անձնական էջը այո այսօր նաև իմ պաշտոն բերողով նյութեր եմ տեղադրում, բայց դա ումն է։ Վաղը ես որ չլինեմ նախագահ, դա ոչ ոք չկարող եմ ասել, որ այդ էջը պիտի հանձնեմ կենտրոնական տրական ազգաժողովին, որտեղ դա կայի էջը չի, դա ոչ էլ ազգային ժողովի էջն է, ասենք նախկին պաշտոնում պայմանավորված է։ Իմ անձնական էջն է, այս տարբերակումը պիտի լինի։ Ըստ էության մենք բոլոր թեկնածուների էջերը նայելու ենք, այո։ Բայց տարբերակելով անձնական էջ և պաշտոնական, այսինքն որպես պաշտոնյայի էջ, որտեղ պետական պաշտոնյայի ի պաշտոնե էջը, նկատում, դա ինքը ևս պետական ռեսուրս է։ Եթե ասենք այդ էջի տերը Հայաստանի Հանրապետության կառավարությունն է, այսինքն աշխատակազմը կամ մամուլի, չգիտեմ այդտեղ ինչպես է, այդ ուրիշ բան։ Բայց քաղաքական գործիչները եթե ունեն անձնական էջը, իսկ երբեմն քաղաքական գործիչների անձնական էջերը կարող են, ասենք, չգիտեմ, բաժանորդագրություններ, ասենք, հազարների, միլիոնների հասնել, չգիտեմ։ Հա, բնական է, որ իրենց անձնական էջերը, իրենց նաև քաղաքական գործունեության ժամանակ, իրենց այս հեղինակություն բարձրացնելու նպատակով իրենք օգտագործելու են։ Սա նույնն է, որ մարդուն, ասենք, լավ ռետոր լինի, ասենք, դու մի խոսի, որտեղ խոսում ես, օրինակ մարդիկ ավելի շուտ են քեզ ընկալում։